Բարև ձեզ բարեկամներ, Փակ-TV-ին հերթական թողարկումը սկսում է Մոսկվայից։ Հասկանում եք, որ այս օրերին ես արդեն Մոսկվայում եմ եւ մի քանի հանդիպումներ եմ ունեցել, բայց այսօրվա մեր հյուրը իսկապես այն բացառիկ անձնավորություններից, ում հետ ամեն անգամ հանդիպելուց հետո ես անձամբ ինչ որտեղ նաեւ ոգերում եմ, հավատում եմ, որ մեր վաղվա օրը այնքան էլ մշուշոտ չի, քանի որ այսօրվա իմ հյուրը մի անձնավորություն է, ով նույնպես շահագրգռված է, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա վաղվա պայծառ արևոտ օր։ Այդ անձնավորությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է։ Только дай знать, где ты находишься. Дай знать. Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Բարև ձեզ, պարոն Ռուշյան։ Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ երբ ձեզ հետ զրուցում եմ, մի տեսակ հանգիստ եմ բաժանում ձեզանից, հանգիստ այն առումով, որ իսկապես վաղվա օրը այնքան էլ մշուշոտ չի լինելու, որտեղ դուք լինելով չափից ավելի լավատեսմար, շատ հանգիստ, այսպես կարողանում եք մարդկանց տրամադրել դեպի լավը։ Ես պիտի ասեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ մեր ծրագրում ելույթ ունեցավ մեր հանրաճանաչ բժիշկներից մեկը նեյրովիրուս հասարակական հանրային գործիչ Մարինե Խաչատրյանը, ով ասաց, որ այս երկիրը այս ծանր իրավիճակից Вот колдун ебаный, а? կարող են հանել միայն զինվորականները, որտեղ այնքան է ամեն ինչ խառնվել, այնքան է ամեն ինչ փչացվել, որ ուրիշ ճանապարհ չկա։ Միայն զինվորական կարգապահություն ունեցող մարդը, ով հասկանում է, թե ինչից հետո է, կարող է այս երկիրը ինչ որտեղ նաև փրկել։ Ես անկեղծ ասած, անմիջապես հիշեցի ձեզ, ասեցի, դե ուրեմն իզուր չէ, որ դուք այդ ճակատում եք։ Եվ քանի որ դուք նաև համահայկական ճակատ շարժման առաջնորդն եք, բնական է, որ Հայաստանի ճակատագիրը ձեզ համար շատ կարևոր է։ Давай по новой, Миша, все хуйня. Впрочем, это уже совсем другая история.